Ձեզ մի լուր ասեմ ուրախանակ։ Ասեք։ Մոմերի մոտ տաքանում եք, իսկ իմ վառող էլ չկա, որտեվ այսքան եկածդ որ վառեիք, ահագին ձեզ տաքանալու բան կստեղծեի։ Ես տեսա, որ չմտակ եկեղեցի։ Ես մոմ հաճախ եմ վառում, եկեղեցում ասում հարթովեք, որ մեղքերը քավուց են։ Շատ լավ եք ասում, իսկ դուք ու մեղքերի համար եք այստեղ հիմա։ Ես իմ։ Ձեր մեղքերի համար։ Ուզում եք ինձ համոզել, որ ձեզ ոչ թե առաջարկել, խնդրել, պահանջել են, որ դուք այստեղ գաք, այլ եկել եք որպես եկեղեցու։ Վստահել եք, ինձ ոչ մեկ չի կարող կառավարել կամ հրահանգել։ Հիմա ձեզ մի լավ լուր ասեմ, գնացեք մեղք եք, այսքան մի սառեք ու պահկվեք իմ կամերաներից։ Այն մարդը, որ նշանակվել է թեմակալ այստեղ, չի գալու, այնպես որ մի մրսեք, մի սառեք, եկել եք, որ դիմադրեք, որտեղ հաստատ եկել եք, որ դիմադրեք։ Դե լավ, թող ստացվի, ես ստում եմ, լավ։ Թող ստացվի, ես ստում եմ։ Ընթացքում զարգացումները ցույց կտան։ Ինչ զարգացում։ Օրինակ են, որ եթե այդ մարդը, չէ, ես ասում եմ զարգացումները ցույց կտան։ Ես ես կտեսնեմ այնտեղ։ Ինչ զարգացման մասին նախադասությունս ավարտեմ։ Տիկին Բադոյանի զարգացման մասին։ Ասում եմ, այ որ հետագայում փոխվի, այսինքն նա ով նշանակվել է գաշ այստեղ փոխարինելու, եթե դուք դիմադրողների մեջ լինեք։ Ո՞վ փոխվի։ Ինչը փոխվի, ում փոխվի։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, որ գա, չեք ճանաչում այդ Վարդապետին։ Դուք չեմ ճանաչում։ Դուք ճանաչում եք Գևորգ Սրբազանին։ Իհարկե։ Որտեղից եք ճանաչում եւ ինչքան ժամանակ եք ճանաչում։ Գիտեմ, որ մեր թեմի առաջնորդն է։ Այսօր այդ առաջնորդին իր լիազորությունները չարաշահելու համար հիմքերը ներկայացրել էր հստակ մայրաթոռը պաշտոնանկ է արել, նա մնացել է եպիսկոպոս, այսինքն կարգալույս չի արվել, բայց պաշտոնանկ է արվել, այսինքն նա չի այլևս թեմակալ առաջնորդը եւ անգամ այստեղ գտնվել իրավունք չունի։ Իսկ անողը ով է։ Վեհապար Հայրապետը մայրաթոռ ով է նրան կարգալույս արել։ Ժողովուրդը։ Որ ժողովուրդը։ Եկեղեցու հոտը։ Եկեղեցու հոտով է։ Ժողովուրդը։ Անհասցե տենց ասում եք ուղղակի եկեղեցու հոտը։ Ժողովուրդ ասում եմ։ Հոտը չի կարող կարգալույս անել, կարգալույս անում է այդ ժողովը։ Տիկին Բադոյան ջան, գնացեք ժողովրդի մեջ, հարցրեք կարծիք։ Իդեպ ամենաբարձր վարկանիշը ունի եկեղեցի եւ Վեհապար Հայրապետը, ամենաբարձր։ Ես երբևէ ցել ամենաբարձր վարկանիշը, դաժե դրանից 15 տարի առաջ, 20 տարի առաջ չեմ տեսել։ Դե տեսնելը ո՞րն է վարկանիշը, վստահությունը, հեղինակությունը, ահա։ Հարգելիս, սոցհարցումներ են արվում, ընդ որում տեսնում եք։ Սոցհարցումներ, Տիկին Բադոյան ջան։ Սոցհարցումներ անում են կազմակերպությունները, որոնք դրամը կոչված են։ Ձեր գելափա, չգիտեմ ինչ։ Ոչ միայն գելափա, շատ ու շատ կառույցներ են արում։ Դե որ տեսա ես էլ անաչառ սոցհարցումների արդյունքում տեսել եմ, որ ընդհանրապես Այդ որն է, որ Փաշինյանը հայտարարում է, դուք ուղղակի հավատում եք Փաշինյանին։ Խնդրում եմ եկեք կանոնում խոսենք, էլի։ Ինչի վախենում եք կանոնը։ Չեմ կարող, որովհետև այստեղ ի՞նչ կապ։ Գեբելսի անունն են տալիս։ Ի՞նչ կապ ունի Փաշինյանը։ Ես սառեցի, գիտեք, եկեք քայլելով խոսենք, կարելի է։ Եկեք ստե տակ, այդեք այս եկեղեցու մոտ մեղքերի թողություն։ Բայց եմ ասում էլի, դուք սեղ եկել եք տաքանալով, չեք եկել վառել։ Ոչ, ես մոմը վառել եմ, ձեզ տեսամ, ես չհեռացամ, որ հետո չասեք տեսա, փախա։ Բոլորը փախել են իրականում, դուք չփախաք։ Տիկին Բադոյան ջան, ինչ այլոց ես շատ հարգում եմ։ Անկախ ձեր քաղաքական հայացքներից, եթե ես քաղաքական հայացք չունեմ, ես եկեղեցու սատարում եմ։ Քաղաքական հայացքներից ձեր աշխատանքի։ Ես ուղղակի Նիկոլով տարված չեմ ձեր պես։ Ես չունեմ այդպիսի հակումներ եւ ես Դե դուք ես գիտեմ ումով եք հակված։ Բացարձակ։ Հագեցած։ Հարցված, ինչ ասեմ։ Եկեք եկեղեցու տարածքում ձեր դաժան հումորները չանեք։ Եկեք անձերին, ես որևիցե այն մարդու որ անձերին թողնում եք։ Չէ, մի րոպե, այն մարդու որ դուք պաշտպանում եք, ես դրա անունը տվել եմ։ Ո՞ւմ եմ պաշտպանում։ Ով որ պաշտպանում եք կամ մի քանիսին, ես դրա անունը տվել եմ, չէ։ Եկեք անձերի անունը, տեսեք, մենք, ես էլ դու եք։ Ահա։ Ժամանակ առ ժամանակ մենք եկեղեցու հայաթում էլի քաղաքականացնում ենք, չէ՞ որ ստե պետք չի քաղաքական։ Համաձայն եմ, բա հիմա ինչ եք Ես ասում, ես նկատեցի որ դու եկար, ես չխուսափեցի ձեզանից։ Ես գիտեմ որ դու գալու ես։ Դե մա թույլ տվեք հարցեր տամ։ Բա որ չեք ուզում քաղաքականացվի, բոլորս ենք համաձայն որ չքաղաքականացվի։ Ինչ գործ ունի այստեղ ոստիկանությունը։ Ում համար է եկել եւ ինչի՞ ձեզ չի անհանգստացնում։ Ես ոստիկան եմ։ Բայց դու քաղաքացի եք եւ ձեզ համարում եք շատ մտահոգ քաղաքացի։ Այո, ես ինձ համարում եմ շատ մտահոգ քաղաքացի, բայց ես կյանքում թույլ չեմ տա եւ ձեզ եւ ոստիկանությանը հարցնել ինչու եք ստեղ։ Ես ձեզ հարցրել եմ Տիկին Բադոյան ջան, անոմալ է, չէ, անոմալ է։ Տիկին Բադոյան ջան, դուք ինչու եք ստեղ։ Խնդրում եմ։ Ես այստեղ դու ոստիկանություն կա այստեղ։
Ոստիկանություն կա։ Այո։ Դե խնդրում եմ, եթե ձեզ անհանգստացնում է, Դες չեմ հանգստացնում։ Չէ, Իսկապես նորմալ է որ դի ոստիկանությունը բանը գործը թողնի։ ոստիկանությունը ամեն ուր է։ Ձեզ այստեղ հասկացնում եմ որ դուք մնաք շատ խոսեք, շատ սխալներ կտակ։ Տեսեք ոնց է որ դիմային աշխատանք է։ Տեսեք, բայց այդ մարդը շատ նորմալ խոսում է։ Այնպես ոնց է երևում որ դուք խմբային պայմանավորված, իրար հետ կապ ունեք։ Ստեփանյան ջան, մի րոպե։ Ահա, Ստեփանյան ջան, դուք իր ղեկավարն եք։ Կմնաք կարակ մարդկაც հունից անեք Ամենևին մարդը կարծիք հայտնում եւ իրավունք ունի հայտնելու, ինքը չափահասակ։ Այս Ստեփանյան Ինքը մանկահասակ չի եւ հասուն տղամարդ։ Ես չեմ ուզում քոյթ Իսկ դուք ով եք, պարոն Ստեփանյան։ Որտեղ եք աշխատում։ Որտեղ եք աշխատում։ Ձեր ինչ գործ է, այս պարտավորում ձեզ հաշվետվություն տալ։ Պարտավոր չի, ով եք ուզում որտեղ խանգարեցիք իմ աշխատանքին։ Մի պատասխանեք։ Անջատեք իմ բան անջատեք։ Լավ, ձեզ կարևորը ներկա գրվել եք։ Ձեզ էլ ասում եմ, ուրախացնեմ, չի գալու այն մարդը, ով որ նշանակվել է։ Գնացեք, մեղքեք, մի մրսեք ստեղ։ Վիրն եք սպասում, դե կտեսնենք, ձեզ դեմքերով նորից կտեսնենք այն օրերին, երբ որ նոր առաջնորդողը գա այստեղ եւ դուք դիմադրեք։ Այդ դիմադրող պատի մեջն եք, այ դրա համար եմ ես ձեզ նկարում, այ դրա համար, որ տեսնենք դուք այդ օրը կլինեք այդ։ Ինչ ենք անում։ Ամենևին, ինչի՞ պիտի մոնտաժեմ։ Ձեր տաղանդավոր մտքերը հում բան չենք, մենք մեր Հեսա իմ միջալուս կմտնեմ կվառեմ ու նաև ձեր մեղքերի համար։ Ձեր մեղքերի համար կվառեմ, իմ մեղքերի համար եւ նրանց ովքեր ձեզ այսպես լարված են պահում ամբողջ օրը։ Նույնիսկ չեն թողնում որ դուք սուրբ զատիկ նորմալ նշեք, սուրբ ծնունդ նշեք։ Կներեք դուք եք Գարիկ Սարգսյանի ցուցումով այստեղ։ Այստեղ հարցրի ասացին, որ մոտավորապես այդպիսի մի բան։ Բա դուք ում ցուցումով եք այստեղ։ Ուղղակի կանգնել մրսում եք, տենց ինքնանպատակ մրսում։ Հա, դե ես էլ ասում եմ, այն մարդը որ գալու է դիմադրության համար մի կանգնեք այստեղ սպասեք, չի գալու։ Ձեզ լավություն եմ անում։ Հա։ Էսի մտածեցի դուք այս հավաքված հատուկ մարդկանցից եք, էլի, խմբված։ Իդեպ այնտեղ տաքանում են մարդիկ, մոմերի մոտ տաքանում են։ Ձեզ ուշենք կարող եք դուք էլ տաքանալ։ Ինչի խանգարեցին, նորմալ խոսում էր այդ մարդը։ Դուք ինչ ճանաչում եք։ Ես ես ճանաչում եմ։ Բայց ես ձեզ չեմ ճանաչում։ Ինչ։ Ես ձեզ չեմ ճանաչում առհասարակ։